Կրծով աչքերի պատճառով հեռուստասերիալում Գոռը գնում է հիվանդանոց Սարգսի հետ հարցեր պարզաբանելու, բայց բացահայտվում է, որ նա փախել է հիվանդանոցից։ Գոռը դրանից հետո գնում է Դիանայի մոտ և խորամանկորեն նրան ստիպում խոստովանել, որ ինքն է կազմակերպել ամեն բան, իսկ հետո էլ, երբ իր պլանավորածով չի գնացել, Սարգսին ստիպել է տալ Արմանի անունը, ով իրականում ոչ մի բանում մեղավոր չէ։ Իսկ Սարգիսը հեռանում է հիվանդանոցից ու դրանից հետո միանգամից գալիս Դիանայի մոտ։ Նա գալիս է հասկանալու, թե այդ ինչ խաղեր է տալիս Դիանան, ինչու է ստիպել տալ ուրիշի անունը և ինչ ավարտ կունենա այս ամենը ու ամենակարևորը, ինչու պետք է իրական մեղավորը մնա անպատիժ։ Պարզ է, որ Սարգիսը չգիտի, որ Գոռը Դիանայի եղբայրն է։ Դիանան հիմա ահա որ խառնված է, թե իր մոր մահվան պատճառով, թե այն պատճառով, որ Գարիկն է նրան խելագարի նման փնտրում, Գոռն է Հայաստանում ու հնարավոր է երկար տարիներով հայտնվի ճաղերի հետևում, հիմա էլ Սարգիսը։ Գոռը գնում է ոստիկանություն ու խոստովանում իր մեղքը, բայց ոչ մի ապացույց չկա Սարգսի ցուցմունքից բացի, ով տվել է Արմանի անունը։ Գոռը հուսահատված դուրս է գալիս քննիչի աշխատասենյակից ու միջանցքում հանդիպում Սառային, ով շատ հուզված է ու շփոթված։ Նրանք զրուցում են ու Սառան ասում է, որ չնայած շատ բան է տեղի ունեցել այս ընթացքում, ահագին բան է փոխվել, բայց մի բան անփոփոխ է, ինքը սիրում է նրան։ Սառան սրտատրոփ սպասում է Գոռի արձագանքին։ Նա էլ պատասխանում է, որ ինքն էլ է սիրում, բայց դա այլևս ոչինչ չի փոխում, քանի որ ինքը այս օրերի ընթացքում լսել է Սառային ու հասկացել ամեն ինչ, և անիմաստ է այսուհետ որևէ հարաբերություն շարունակելը։ Գարիկն էլ իմանալով, որ Գոռը Հայաստանում է, բայց չի կարողանում նրան գտնել, դեռ Դիանային է զանգում, հետո գնում է նրա տուն, բայց ոչինչ չի փոխվում։ Ճարահատյալ գնում է Միսակի մոտ և սկսում սպառնալ նրան, որ Դիանայի հետքին դուրս բերի իրեն, հակառակ դեպքում շատ վատ կլինի Էլլայի համար։ Ասում է, որ Էլլան է իրեն ինֆորմացիա տրամադրել Գոռի մասին, որ իրենք կապի մեջ են։ Միսակը զարմանքից ապշում է և պահանջում, որ նա հեռու մնա իր աղջկանից։ Սկսվում է քաշքշուկ, ինչի արդյունքում Գարիկը հրում է Միսակին։ Միսակը հարվածում է գլուխը, վայր ընկնում ու մահանում։ Իսկ Գարիկը հեռանում է դեպքի վայրից։ Եկեք համաձայնենք, որ եթե Էլլան սխալ թյուր ինֆորմացիա չտրամադրեր Գարիկին, Գարիկն էլ չէր գա Միսակի մոտ ու նման բան տեղի չէր ունենա։ Ուստի տեղի ունեցածի մեջ իր մեծ մեղքը ունի նաև Էլլան։ Հարգելի հետևորդներ, այս ամենից հետո ինչ եք կարծում, երբ Էլլան իմանա, որ Գարիկը սպանել է իր հորը, արդյոք նա կցանկանա լինել Արմանի հետ։ Գրեք մեկնաբանություն և սեղմեք բաժանորդագրվել կոճակը։ Չերկես հասկանում է, որ տեքստերը չեմ սովորել, բայց կարծում եք սկոչով ձեռքերս կապելը տեքստեր չսովորելու համար նորմալ է։ Վերջերս մի քանի անգամ հարցրել եմ այս մատանին ինչ է նշանակում։ Դե սերիալը դիտողները գիտեն, որ Գոռն է Սառայի մատին դրել, նշանադրվել է, բայց մնացած մարդկանց հետաքրքրում է։ Ժողովուրդ ուղղակի դնում են, որ չկորցնեմ զուտ, որովհետև ես շատ հաճախ եմ իրեր կորցնում։ Միլենա ջան, հենց Միլենան տեսնում է ինձ, ասում է մատանին վզնաց։ Դրա համար չեմ անում, միայն 3 չեմ դրել, չեմ գրել։ Սառան այսօր չգիտես ինչի որոշել է, որ պետքա տանը մնա, չգա նկարահանման։ Դրա համար ես բռնագրավել եմ իր սենյակը և այստեղ եմ զգեստա փոխվելու։ Քանի որ մնացել եմ միայնակ Սառային ընջարանում, որոշեցի բացահայտեմ ինչ-որ բաներ Սառայի մասին ու այստեղ գտա օրինակ Սառայի ամենասիրելի գիրքը, դա երկրաչափությունն է 8-րդ դասարանի, 6-ից 8-րդ դասարանի համար նախատեսված։ Սառան ուսումնասիրում է երկրաչափություն։ Էմմա ջան, քանի որ դու արդեն հասցրել ես Սառայի պահարաններն ուսումնասիրել, ես քեզ ուղղակի մի բան կխնդրեմ։ Խնդրում եմ իմ մայրենի տետրի մեջ կարգինով նկարազարդումներ չանել սովորությանդ համաձայն։ Եվ հետո մի բան ասեմ, իմացիր, միգուցե չգիտես, ես քեզ ասեմ, դու ինձ շատ ես կարոտել։
Դու ինձ շատ ես կարոտել։ Ուղղակի շատ։ Այնքան որ անիմաստ ես համարում այսօրվա նկարահանման գնալդ, ունայնություն է տիրում, սենյակում շունչ չկա, էլի, շունչ չկա, չգիտեմ։ Դուրս արի խնդրում եմ։ Մի խոսքով դիմացիր ես 2 օրից կգամ, այ։ Էլկա ջան, դու կոնկրետ հարմարվել ես, հա, իմ սենյակում։ Եկել է դրսի շորերով նստել մահճակալիս վրա։ Ինչ կա։ Ժամը 9 է, այսօրվա նկարահանումներն ավարտված են ու ես ինչպես միշտ միայն ես չէ։ Տեսեք ինչ մեծ պայուսակներով են, ես ճամպրուկով եմ, Ադրինեն շատ մեծ պայուսակով, որովհետև հագուստները շատ են ու հնարավոր չի առանձին պայուսակներով բերել։ Ու այս դեպքում չենք ասում իրար բարի գիշեր, ասում են գնանք մի քանի ժամից տեսնենք։ Բայց լավ անցավ։ Միշտ։ Ակա։ Այս երևի առաջին դեպքն է, որ ես հիվանդ եմ ու ինքս պիտի ինձ խնամեմ։ Բայց մամայի սիրտը մի բան զգացել էր, որ հետս նանա էր ուղարկել։ Այս երազրած ջրի մեջ մնացել է մոտ 15 րոպե։ Հիմա կլցնենք այս շատ փոքր բաժակի մեջ։ Խնդրում եմ չթափվես։ Այսպես անեմ, որպեսզի պատկերացնեք ինչքան մեծ բաժակ է, հետո որ թուղուց եմ նվեր ստացել։ Բայ։ Մենք այսօր եկել ենք շատ գեղեցիկ վայր նկարահանումների։ Նոնա։ Ողջույններ Տաքուկ միջավայրից։ Ողջույն։ Իհարկե եկուսս է զզվում եմ։ Այսօր նկարահանումներս ավարտեցի ուղիղ ժամը 6-ին։ Մի տեսակ դերասանուհու աշխատանքի նման չի էլի, ֆիքսված ժամը։ Փաստորեն էսպես էլ է լինում։ Բրթեքանը գցեք սերիալից դուրս, տենց վատ է։ Այս երկու քույրն են միայն։ Իրականում այս սրանք են ստորը, իմ անունն է դուրս եկել։ Սա ինչ հարց էր։ Իհարկե դուր է։ Իհարկե ոչ։ Քեզ ասով խոսացրեց, պարտադիր ինան մեջ պիտի գցի, գիտես։ Չեմ կարողանում առանց քեզ։ Չաչելի է։ Լավ, իրականում իհարկե դուր է գալիս, որովհետև ես իմ կերտած չեմ սիրում այդ բառը։ Ես այն կերպարները, որոնք որ ես մարմնավորում եմ, շատ սիրում եմ։ Ողջույն բոլորին, այսօր սերիալի Instagram-ի էջը մեզ մոտ է, կարող եք մեզ հարցեր տալ, մենք մաքսիմալ անկեղծ կպատասխանենք։